Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Պարոն Խաչատյան, նախ ուզում եմ անդրադառնալ առաջինը ազգային անվտանգության ծառայության տնօրենի ազատման հանգամանքին։ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ 5 տարի պաշտոնավարել է Արմեն Աբազյանը եւ հիմա հանգստանալու ժամանակն էր։ Պնդեց, որ որևէ հանձնարարական կատարելուց չի կարող որևէ մեկը հրաժարվել իր հանձնարարականը կատարելուց։ Նախ դուք ինչպես եք գնահատում Աբազյանի ազատումը եւ արդյոք կարծում եք, որ ուղիղ կապ ունի երեկվա իրադարձությունների հետ, տեսնում եք այդպիսի կապ եւ երկրորդ հարցը, պարոն Խաչատյան, Եթե 5 տարի պաշտոնավարումով է պայմանավորված հոգնել չհոգնելը եւ հանգստանալու անհրաժեշտությունը, ապա Նիկոլ Փաշինյանը ինքը պաշտոնավարում է 7 տարուց ավել։ Եվ դրանից բացի եղել է նաեւ ակտիվ ընդդիմադիր պատգամավոր, կարծում եմ հանգստանալու անհրաժեշտությունը առաջի հերթին իրեն է վերաբերվում։ Կապը տեսնում եք, անկասկած, իսկ կա որևէ մեկը, որը կապ չի տեսնում, այսինքն ես չգիտեմ, հասկանում եք, չէ՞ որ վարչապետ եւ ազգային անվտանգության ծառայության պետ հարաբերությունները հրապարակային չեն եւ ես որևէ բան չեմ կարող ասել։ Որևէ դժգոհություն գոնե հանրային տիրույթում ազգային անվտանգության ծառայության աշխատանքներից չի հնչեցվել եւ չգիտեմ ինչի հանկարծ որոշվեց, որ Արմեն Աբազյանը հոգնել է եւ պետք է գնա։ Ակնհայտ է, որ թե ոստիկանապետի փոփոխությունը, թե ԱԱԾ տնօրենի փոփոխությունը պայմանավորված են թե ներքաղաքական եւ չեմ բացառում նաեւ արտաքին քաղաքական հանգամանքներով։ Հիշեցնեմ, որ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Իրանի հետ ճանապարհը կարող է ամեն վայրկյան փակվի եւ որպես փրկողակ ինքը առաջարկել էր թուրքերի հետ հարաբերությունները կարգավորել նշանակում է թուրքերի բոլոր պահանջները անմռունչ կատարել եւ վաղը չեմիսօրը Անկարա գնալը նաեւ պետք է դիտարկել այդ համատեքստում եւ ինքը հասկանում է, որ գնում է Անկարային ոչ թե ինչ որ մի բան առաջարկելու անձնատվությունից բացի, այլ գնում է Անկարա, միակ բանը, որը կարող է առաջարկել, անձնատվությունը կապիտուլյացիան պետական մակարդակով ոչ թե իր անձի, եւ հասկանում է, որ դա կարող է երկրի ներսում դժգոհության ալիքը ել ավելի բարձրացնել, այնպես որ ես չեմ բացառում, որ այս պաշտոնաթողությունները կարող են կապված լինել նաև այս ամենից։ Հրաժարվել են կատարել Փաշինյանի մյուս պահանջները, հրաժարվել են, հա՞։ Նարե, սենց ասեմ, պահանջները ներկայացում են ոչ հրապարակային եւ հետեւաբար ես չեմ կարող ասել, որ պահանջին է ինքը ենթարկվել, որ պահանջին չի ենթարկվել։ Բայց պարզ բանականությունն ասում է, որ նման հանգամանքներում զուտ պատահականություններ եւ ՀԱԱՑ տնօրենի առողջության վերաբերյալ մտահոգություններով պայմանավորված լինել չեն կարող։